Մեր իշխանություններն իրար հետ չտալով հայտարարում են, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բացվում է, շաբաթների հարց է, սկզբից մասամբ կբացվի, հետո ամբողջությամբ կբացվի։ Ես ուզում եմ իմ դիրքորոշումը սրա վերաբերյալ վերահաստատեմ, առայն որ սահմանի բացման հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը պետք է պատրաստվի։ Ինչ է սա նշանակում։ Մենք պետք է կարողանանք պաշտպանել մեզ, մեր տնտեսությունը, մեր հողը, անշարժ գույքը Հայաստան-Թուրքիա սահմանը բացելուց առաջ։ Մենք հստակ պետք է ունենանք կանոնակարգեր, կարգավորումներ, թե ովքեր, օրինակ, Թուրքիայի քաղաքացիները կարող են Հայաստանում հող, անշարժ գույք, բաժնեմասեր գնել տարբեր ռազմավարական եւ ոչ ռազմավարական օբյեկտներում, ռազմավարական եւ ոչ ռազմավարական տարածքներում, սահմանամերձ, ոչ սահմանամերձ, քաղաքներում, գյուղերում եւ բազմաթիվ այլ կանոնակարգումներ, որը որ պետք է իրականացվի մինչեւ սահմանի բացումը։ Մենք բոլորս տեղյակ ենք, դա մամուլով լուսաբանվում է, տեսնում ենք, որ ոչ մի բան չի արվում այսօր սահմանի բացումից առաջ, որ մենք կարողանանք ասել, որ օրինակ լավ, այս քայլը արվել է, մենք արդեն որոշակի նախապատրաստվածություն ունենք, ինչ որ բաներ կան, հա, ինչ որ նախապատրաստություններ։ Դինես չի, որ մենք ինչ որ բարեկամ երկրի հետ սահման ենք բացում։ Ոչ մի մտահոգություն չունենք։ Հանգիստ բացենք, սենց բացենք։ Այսօր ամբողջ աշխարհը պրոտեկցիոնիզմ է իրականացնում։ Ինչա պրոտեկցիոնիզմ, որ երկրները իրենց տնտեսությունը, իրենց արտադրողին, իրենց գյուղացուն, իրենց ֆերմերին, չգիտեմ ոնց նկարագրեմ, իրենց շինարարին, հա, պաշտպանում են։ Տարբեր օրենքներ, կանոնակարգեր են ընդունում, որ պաշտպանեն հարևան երկրներից եւ ընդհանրապես պաշտպանեն եւ տան առավելություններ, որ տվյալ երկրի տարածքում առաջնահերթությունը զարգանալու ունենան նրանք, ովքեր տվյալ երկրի քաղաքացիներ են։ Խոսքը գնում է եվրոպական մոդելի ազգային պետությունների մասին։ Հայաստանը դեռևս շատ կարևոր հանգամանք է։ Եվրոպական մոդելի ազգային պետություն Հայաստանի Հանրապետություն դեռևս։ Եվ հետեւաբար եթե չենք ուզում կորցնել մեր եվրոպական մոդելի ազգային պետություն Հայաստանի Հանրապետությունը, մենք պետք է քայլերը կատարենք։ Խորհրդարանական մեծամասնությունը, ընդդիմությունն էլ կարող է նման քայլերով հանդես գալ։ Այսինքն երբեք Հայաստանը մոտ չի եղել այսքան սահմանի բացմանը։ Հետեւաբար, եթե նախկինում սա կարող է ասենք բան, ժամանակավորե հարց է եղել, լավ դե, հանես չէ որ սահմանը վաղը մյուս օրը պետքա բացեին, ասես բան է էլի, օքեյ։ Բայց հիմա ժամանակավորե չի։ Հիմա պետք է այս քայլերն արվել։ Եթե ոչ, ուրեմն սահմանի բացումը պետք է հետաձգել։ Եթե իհարկե այն բացվում է։